համահիմնադիրի դեմ քրեական գործ հարուցվեց։ Կարծում եք, որ հնարավոր է նաև ձեզ այդ միջոցով մեկուսացնեն ընտրական Այս process-ը սկսելուց առաջ բոլորս իրար հետ պայմանավորվել ենք, որ այսպիսի բաներ կլինեն, վատթար բաներ կլինեն, բոլորով համաձայնվել ենք, որ մինչև վերջ գնում ենք մեր հայրենիքի համարա, մեր ժողովրդի համարա, մեր ժողովրդի անգամ այն հատվածի համարա, ովքեր դեռ չեն գիտակցել, բայց կգիտակցեն շատ արագ, թե մենք ինչից Հայաստանը։ Այդ մեղադրանքը ինչու՞մն է վերաբերում, ինչ որ փողերի լվացման մասին է խոսվում։ Անիմաստ թեմա է, անիմաստ։ Ուղղակի Էներ, որ մենք տեղեկատվություն ունեինք, որ ընտրությունից առաջ մեր կազմակերպական համակարգը ուզենալու են քանդեն, առանցքային մարդկանց բաներ ուզում անեն եւ նախապատրաստվել էինք նրանով, որ յուրաքանչյուր մեզանից յուրաքանչյուր հետ կապ ունենք փոխարինողներ, որ պայքարը շարունակ Լինել չլինելու Հայաստանի գոյատևության պայքար եւ ասում եք այո մենք զոհաբերությունների կգնանք որպեսզի փրկենք ժողովրդին բայց դրսում արևմտյան լրատվամիջոցներում այս պայքարը որակվում է ընդհանրապես Ռուսաստանի եւ արևմուտքի պայքար հակառուսական տրամադրությունների ներքո է ներկայացվում ի վերջո ի վիճակի կլինեք հաղթահարել այդ բարիերը որ ստեղծվել է այդ կոնսենսուսը որ կա արևմուտքի կողմից իշխանությունների նկատմամբ Գիտեք, այդ ով որ հայտարարում է իրենց համար կարևոր չէ, Հայաստան 100,000 ադրբեջանցի կապրի, 200,000 ադրբեջանցի կապրի, թե ով կապրի, իրենց համար կարևոր է ուղղակի ինչ որ ձևաչափով Հայաստանը հակադրել իրենց շահերի համար, բայց մեր համար կարևոր է, որտեղ այս վերջի տարածքն է մեր հայրենիքի, որ մնացել է հայկական եւ մենք պետք է չթողենք դուր բացվի։ Այս է տարբերությունը, ինչ վերաբերում է լինել չլինելը, մենք չենք ասում Սա կարևոր բան է։ Մենք ասում ենք Հայաստանի ձևաչափի փոփոխություն է տեղի ունենալու։ Հայաստանը տարիների ընթացքում առերեսվելու է, քիչ-քիչ նախիջևանացում է լինելու։ Այսինքն դուռն են, մենք դեմ ենք կանգնում դուռը բացելու, որ դուռը չբացվի երկրի եւ մեր երկիրը մնա հայկական։ Բայց նայեք, Ռուբիոն Как вы видите дальнейшие отношения с Россией, Арменией с Россией? На русском, на армянском. На русском, пожалуйста. Будут нормальные отношения в рамках наших экономических договоренностей и оборонных договоренностей тоже. У армянского общества есть вопросы к России, ответы на которые мы уверены получим и действия получим. Действия, которое укрепит наши отношения, но наше общество ждет этого. Но мы привержены всем договоренностям, которые наша страна подписывала до этого, и будем последовательно идти в этом отношении. Но сейчас Россия запретила экспорт практически всех армянских продуктов. Разве это союзническое отношение? Мы должны все сделать, чтобы охлаждения не было, чтобы торговые хорошие отношения сохранились. Предшествовали разные процессы, про которые я не хочу тут вдаваться в подробности, но будьте уверены, что созидательное отношение к отношению к любой стране, это наша политика. Мы слишком маленькая страна, чтобы стать частью какого-то блокового противостояния. Վերադառնալով մայրենի լեզվին, ասում է, որ ես բիբարի հարցը կլուծեմ, մեր ժողովուրդը բիբարի հետ հայրենիք փոփոխություն չէ, ժողովուրդ չէ։ Ասում էր բիբարը կառնի, երևի ամբողջ դուգմթերքն էլ առնի, երևի այնպիսի խորքային են հարաբերությունները մեր տարածաշրջանային երկրների հետ, որ չի կարող մարդը լուծել։ Մենք պետք է կարողանանք հարցը պայմանավորվել։ Հարևան երկրների համար մեծ վտանգ է Հայաստանը իրենց հակաչ դառնալու։ Եթե նա չի կարողանում պայմանավորվել, դա պետք է չփակի բյուջեից նոր պարտ վերցնելով։ Դա բերելու է մեծ մարտահրավերների մեր երկրին։ Բիբարը այսօր բիբարն է, վաղ ուրիշ բան կլինի, մյուսօր ուրիշ բան է, ամբողջը չես գնի ու չի էլ կարողանալու։ Վստահ եղեք, փոփոխությունը կբերի նրան, որ մեր գյուղատնտեսները ավելի լավ գներով մթերմանկանների միջոցով վաճառելու են, գները լավանալու են, այդքան էլ ճիշտ։ Կարապետյան, տեսեք, քաղաքականությունում ոչինչ բացառել պետք չէ, իրական գործընթացներում առավել եւս։ Դուք քննարկել եք այնպիսի սցենար, որ եթե այնուամենայնիվ չհաջողվի
միաձնակը լինի կամ ընդդիմություն միավորման պարագայում հասնել իշխանափոխության, մանդատներ վերցնել չվերցնելու հանգամանքը։ Ըստ եղեք, մենք այս պայքարը սկսել ենք, որպես հասցնենք հաղթական ավարտին։ Այնուամենայնիվ հասկանում եմ ձեր հարցը, բայց այնուամենայնիվ ուզում եմ շեշտեմ, որ մենք գնում ենք դեպի հաղթական ավարտ։ Մեր հիմնական նպատակը այդ է, հաղթական ավարտ, փոփոխություն, որովհետև այն վտանգները, որ գալու է այն ընտրանքը մեզ համար ընդունելի չէ։ Ինչպես է գնահատում նաև տարբեր մարզերում ԿՊԻ կողմից, ԿՊԻ-ականների կողմից ընդդիմադիրների թիրախավորումը, ծեծու ջարդը եւ այլն։ Իրենք հակել են մի կոստյում, որը շատ ծանոթ կոստյում է մեզ հիշեցնում, բայց մի բան կա։ Իրենք պետք է չսրեն հարաբերությունները, պետք է խնդրահարույց վիճակ չստեղծվի մեր ժողովրդի մեջ, այդ հակասությունը մեզ չի սազում, դա լուծելու ենք, բայց քալերտը սկսվել է։ Պարոն Կարապետյան, եւ այդ 3000 ադրբեջանցիների հայցակարգ եք ներկայացրել հաստատում, դա որքանով է այդ հաստատումը։ Հայեցակարգը արևմտյան Ադրբեջանի, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնքի հայեցակարգն էր, որի դեմ մենք աշխատում ենք, որը ներկայացվել է մեր ժողովրդին։ Իրենց հաստատություններ, որը օֆիցիալ իրենք ներկայացրել էին ՄԱԿ-ին, բոլոր միջազգային կառույցներին, որպես իրենց համար հայեցակարգ այստեղ տեղափոխվելու, որտեղ շատ մտահոգիչ կետեր կան։ Ու թող այդ նույնը ասի այն երկրի այն մարդուն, ով որ 2 ամիս առաջ դուրս եկել հայտարարել էր, որ պետք է հետ գնանք։ Ադրբեջանի նախագահն էր հայտարարել, Ադրբեջանի նախագահի օգնականն էր հայտարարել, Խաշազադեի տեղակալն էր հայտարարել, Ալեն Զիմոնյանն էր հայտարարել, դու Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ մենք պետք է սովորենք ապրել այլ ազգերի հետ։ Իրենք պետք է մարդկանց ճիշտը պատմեն, որ մարդիկ իմանան ուր են տանում մեր ժողովրդին։ Երբ որ իմանան ուր են տանում մեր ժողովրդին, բոլորը ոչ են ասելու, ու մենք տեսնում ենք մի քանի օրից ոչ են ասելու այս մարդկանց, այս ապաշնոր իշխանությանը, որը ինչպես մի բանի մեջ եմ ես համաձայն իրեն։ Երեք ասեց, որ Հայաստանը անդունդի եզրին է։ Այո։ Եվ նրանք են բերել 8 տարվա մեջ անդունդի եզր մեր երկիրը։ Շնորհակալություն։ Բայց ճիշտում է, իսկ Սամվել Կարապետյանի այդ քաղաքացիների հրաժարվելու գործընթացը ինչ փուլում է։ Process-ը սկսվել է, գնում է ընթացքի մեջ, պարոն Վարդևանյանն ավելի շատ։ Ինչեւ ձեր պատկերացրած համապետական Ինչեւ ինագուրացիա կասցնենք։ Պարոն Կարապետյան, Կարծում եմ կասցնենք։ Եթե տեղյակ եք հետևել եք նրա հոսին, այսօր իշխանական ներկայացուցիչները հղում անելով հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրության ենթադրյալ, որը վերագրվում է ԲՀԿ-ին, աջակիցների խոսքն են նշում, որ ըստ որի խոսվում է, որ ընտրություններից հետո Ծառուկյանը, Կարապետյանը, Քոչարյանը միավորվելու են եւ ասում են, ահա հաստատվեց։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Կարող են շատ գործակալներ ուղարկել, մեր ընկերները հարյուրավոր դեպքեր են ասում եւ գործակալ է գալիս եւ սադրում է ինչ որ խոսակցություն ու մարդկանց բան է անում process-ը իրենք ուզում են իրենց անկյունից ներկայացնել, ինչ պետք է ներկայացնեն, հո չեն ասի, որ երկիրը բերել են այսօրին, հո չեն ասի, որ տնտեսությունը լրիվ արտաքին պարտքի վրա են դրել, ինչ պետք է ասեն, ինչ պետք է մեր երկրի զարգացման մասին ասեն, ոչ մի բան չունեն ասելու, տանում են ինչ որ տեղեր, հələ նայեք ինչի մասին են խոսում, իրենք ինչ են ասում, մենք առաջնային լրջագույն խնդիրներ ենք բարձրացնում, իրենք գնում են ինչ որ մի մասնավոր խոսակցություն հրապարակում են եւ ամբողջ քաղաքական հետևանքների են դրանք բերում։ Եթե այդպես են մոտեցել նաև հայ-ադրբեջանական բանակցություններին, պարզ է թե ինչու է այս արդյունքը։ Կարաճ համարների բանավեճին գնալու եք։ Սիրով։ Շնորհակալ եմ շատ։